Մեր հավատքի հայրը, մեր հոգիների լուսավորիչը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Նա շնորհվեց մեզ աստվածային անսահման սիրո նախախնամությամբ։ Պարթևական ծագում ուներ, եւ Աբրահամ մեծ նահապետի պես դեռևս իր ծնունդից առաջ հաստատվել էր Հայաստանում։ Այստեղ էր ծնվել եւ այստեղ սնվել։ Իր ամբողջ մարմինը ողջակիզեց բազմատեսակ չարչարանքներով եւ միայն հզորի աչքով վերապրեց, որպեսզի պատճառ հանդիսանա մեր հոգիների կենդանության։ Նախ եւ առաջ ճգնություններով եւ երկար աղոթքներով երկնեց, որովհետեւ հոգեպես պիտի ծներ ամբողջ միազգ։ Հովսեփի պես փորձվելով մտավ եւ ելավ գուբը, որպեսզի հանդիսանա ազատարար աստվածային խոսքի սովյալներին։ Ով հրաշք, մեծ էր մեծն Գրիգորի առաքելությունը, երկնամերձ էր նրա առաքինությունը, կանխագետ էր ըստ մարգարեների, առաքյալների հետ ընտրված, վարդապետների եւ խոստովանող հայրապետների հետ դասակից եւ ճգնավորների վաստակակից։ Եվ ով կարող է ճառել այս ամենի մասին, մենք թե իմաստունները։ Սակայն ամեն հայ պարտավոր է իմանալ, թե ինչ գնով ծնվեց եւ ինչ երկունքներ ունեցավ մեր հայրապետը, որպեսի մենք դուրս գանք հեթանոսության խավարից եւ վերածնվենք Սուրբ եկեղեցու ավազանից։ Ցավով պիտի նշենք, որ այսօր շատերը մոռացել են հայրապետին։ Եվ սա դատապարտություն է բոլորիս համար։ Շատերի համար նա ուղղակի մի մարդ է, ում օրոք Հայաստանը դարձավ քրիստոնյա երկիր։ Տեր Գրիգոր, մեր տկարաբի բաշխերով քեզ կտեսնենք թերևս խեղճ եւ տառապյալ մի մարդ, բայց դու պատմիր մեզ, պատմիր վերնային իմաստության անտեսանելի, անհայտ եւ ծածկյալ բաների մասին, որոնք քեզ հայտնվեց այն խոր գուբի մեջ։ Գիտենք, որ պատիժ չեղավ քեզ այդ վիրապը, ինչպես քեզ նետողները կարծեցին, այլ փափկության դրախտ, ցնծության եւ ուրախության մի տեղ արդարիդ համար, որովհետև հոգնությունը հանգիստ նկատեցիր, Աստծո համար կրած նեղությունները փառք, առանձնությունը հանդարտություն։ Առանձնացար գուբի մեջ մեծ սիրով, ինչպես կատարյալ միայնակացի մենարան եւ գտար ինչ որ ուզում էիր։ Կատարյալ կրթվեցիր կատարելության մեջ, սովորեցիր իմանալին եւ անիմանալին Սուրբ Հոգու վարդապետությունից։ Աստծո բացաբորբոք սերը ընդունելով ճանաչեցիր, որ Աստված է սերը։ Եվ այս բոլորի ապացույցները քո հաճախապատում գրքերիդ վարդապետության մեջ է արտահայտված։ Սակայն ով Տեր Գրիգոր, Սուրբ Հայրապետ, այսօր պիտի պատմենք քո չարչարանքների մասին, որպեսի հայ ազգը իմանա, թե ինչ գնով է ծնվել։ Սուրբ Գրիգոր Հայրապետի չարչարանքները։ Դրթաթ թագավորը կանչեց Գրիգորիոսին եւ նրան տվեց ծաղկալից թավ ոստեր ընծայելու Անահիտ դիցուհուն։ Սակայն Գրիգորը հանձն չառավ եւ ասաց. Ես երկրպագում եմ ճշմարիտ Աստծուն եւ ոչ թե սնոտի դևերի պատկերներին։ Ապա թագավորը ցասումով հրամայեց չարչարել նրան։ Առաջին չարչարանք։ Հրամայեց ձեռքերը կապել, բերանին սանձ դնել, թիկունքին աղովլի բեռ կախել, կրծքից գելարան կախել եւ 7 թոր հաստ պարանով ապարանքի բարձր տեղից կախել։ Սրանք թեպետ չարչարանքներ էին, սակայն ոչ առանց խորհրդի։ Քանզի Տերն ասաց աշակերտներին. դուք եք երկրի աղը, համեմելու համար մարդկանց անհամությունը, որ եղավ պատվիրանազանցության պատճառով։ Այսպես նա հրավիրվեց քարոզելու առաքյալի խոսքը։ Նախ ինքը կրեց ճշմարիտ աղը, պատվիրանի ծանրությունը, որով համեղացրեց անհամությունը եւ եղավ իմանալի հաց դրված երկնավոր թագավորի սեղանին։ Շատերին քարոզելով Աստուծո կամքով բոլորի համար եղավ համեղացուցիչ աղ։ Իսկ 7 օրը խորհրդանշում է, թե որքան ժամանակ էր պանդխտության մեջ այս աշխարհում, որը չափվում է 7000-ամյակով եւ 7 օրերով։ Չզբաղվեց ոչ այլ բանով, քան իր անձը եւ այլոց հոգիները համեղացնելով ճշմարտության աղով։ Եվ ինչպես Դավիթ մարգարեն է ասում, բերանին դրված սանձը նշանակում է շրթներին որպես պահապան ամուր դուռ դնելը։ Այն փակել ընդդեմ բոլոր հրաժայլիքների, որոնք այս գայարանով են գործում։ Կրծքին կապված գելարանը նշանակում է սրտին պահապան դնելը, բոլոր չար խորհուրդները եւ սրտմտության անկարգ շարժումները սանձելը եւ հեռացնելը։ Սա է խորհրդանշում առաջին չարչարանքը։ Երկրորդ չարչարանք։ Երբ հաղթող դուրս եկավ առաջին չարչարանքից, մատնվեց առավել ծանր չարչարանքի։ Հրամայեցին 7 օր գլխիվայր կախել մեկ ոտքից, իսկ ներքևում աղբ ծխել եւ դալար ճիպոտներով ծեծել։ Այսպես նա նմանվեց գլխավոր առաքյալին Պետրոսին,
Ով խաչը հանողներին խնդրում էր չխաչել իրեն տիրոջ նմանությամբ, այլ գլխի վայր։ Մարդու ուղիղ կազմվածքը նշանակում է դեպի վեր, երկինք հայելը, սակայն մարդը հանցանքով ընկավ եւ երկրաքարշ դարձավ։ Դեպի վեր ուղված ոտքերը նշանակում է դարձյալ ելնելը վերին ճանապարհով, որտեղից ընկավ։ Կախված դժնդակ վիճակը ցույց է տալիս վերին ընթացքի դժվարությունը, ինչպես որ ասում է. Ինչքան անձուկ է դուռը եւ նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, եւ սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն։ Իսկ աղբի ժանտահոտությունը նշանակում է յուղի անուշահոտության վայելումը, որը թափվեց մեզ վրա, ինչպես մաքուր հարսն ասաց Փեսային. Քո անունը թափված յուղ է անուշ։ Սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ եւ դեպի իրենց ձգեցին քեզ։ Մենք կգանք քո օծման յուղերի հոտի հետևից։ Երրորդ չարչարանք։ Հրամայեց ոտքերը կոճղի մեջ ուժգին ճզմել այնքան, որ մատներից արյուն ցայտի։ Սա նշանակում է մեր երկրաքարշ վարքի տկարությունը դեպի վերև բարձրանալու ճանապարհին, որին օժանդակում են արյան չափ պատերազմող մարմնի չարչարանքները եւ զորացնում ելնելու վերին արքայություն։ Եվ քաջ նահատակը սրանում էլ հաղթող գտնվեց։ Չորրորդ տանջանք։ Հրամայեց ոտքերի ներբաններին բևեռներ գամել եւ նրան քայլեցնել։ Սրա համար Դավիթ մարգարեն ասում է. Դուք քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին։ Եվ Տերն էլ ասում է. Ձեզ իշխանություն տվի կոխելու օծերին, կարիճներին եւ թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ նա զորանալով ի կատարում են փրկչական հրամանի ջախջախեց չար վիշապի գլուխը։ Դարձյալ նմանվելով Տիրոջը ոտքերը գամվեցին բևեռներով, ինչպես որ Տերը խաչի վրա, եւ այդպես նրա հրամանով ուժգին հարվածեց սկամակոր վիշապին։ Հինգերորդ տանջանք։ Հրամայեց հարվածել արտասվելու անոթներին, աչքերին եւ ծնոտին, որովհետեւ Տերը եւս արտասվեց Ղազարոսի գերեզմանի մոտ, որով բոլորի աչքերից մաքրեց արտասուքները եւ ասաց. Երանի սքավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։ Ահա եւ նրա աշակերտը հետևեց իր վարդապետին եւ բոլորի երեսներից արտասուքները վերացնելու համար իր արտասուքները խառնեց նրա արտասուքներին։ Ինչպես բոլոր չարչարանքներով, այդպես էլ սրանով նա նմանվեց Տիրոջը, ով ապտակ ընդունեց իր դեմքին եւ նախատինք իր երեսին, որպեսի սրանով հարվածի չար բանսարկուի երեսին։ 6-րդ տանջանք։ Հրամայեց գլուխը սեղմել մամլիչների մեջ եւ եղեգնյա փողով միմյանց խառնած աղ, քացախ եւ բորակ լցնել քթի միջով։ Աղն ու բորակն ունեն նույն հատկությունը, համը եւ զորությունը, իսկ քացախը հույժ դառը եւ դժնդակ է հատկապես ռունգերի մեջ։ Սրանով եւս նա նմանվեց Տիրոջը, ով խաչի վրա լեղու հետ խառնած քացախ խմեց, որպեսի քաղցրացնի գիտության ծառից ճաշակման դառնությունը։ Այսպես եւ աշակերտը Արի եւ քաջ նահատակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը առավել հաղորդ եղավ Տիրոջ փրկական կրքերին իր եւ բոլորի փրկության համար։ 7-րդ տանջանք։ Երանելու գլուխը մտցրին հնոցի մոխրով լցված պարկի մեջ, պարկի բերանը կապեցին պարանոցին եւ այդպես թողեցին 6 օր։ 6 օր անց հանեցին պարկը, բերեցին նրան թագավորի առջև եւ հարցրին. Դե ինչ, արքայությունից ես գալիս, որի մասին ասում էիր։ Եվ Տեր Գրիգորը պատասխանեց. Այո, այս է արքայությունը, այս է սերմանելու եւ պայքարելու ժամանակը։ Եթե մշակը չսերմանի իր ժամանակին, երբ գա հունձի ժամանակը չի կարող խնձել։ Եթե զինվորը չմարտնչի ըստ օրենքի, ապա չի կարող պսակ առնել։ Ապա ուրեմն պետք է այս ժամանակի մեջ աշխատել այնպես, որպեսզի կարողանանք վայելել հանգիստը։ 8-րդ տանջանք։ Կախեցին գլխի վայր, նստատեղին ձաքար դրին եւ որովայնի մեջ տիկով ջուր լցրին։ Ինչպես որ բժիշկները թանձրամաղձոտ հիվանդներին խմելու տակ ջուր են տալիս հիվանդության պատճառով եղող մաղձը մաքրելու համար, այդպես էլ նա մարմնով լինելով մեղանչած Ադամի որդի եւ կցորդ նրա մեղքերին, որովայն մտած տանջանքի այս տեսակով ամբողջապես մաքրվեց հոգու եւ մարմնի անհայտ եւ ծածուկ սխալանքներից։ 9-րդ տանջանք։ Գետնի վրա տարածեցին երկաթի տատասկներ, ապա մերկացրին քաջամարտիկ Սուրբին եւ քաշ տվեցին նրանց վրայով այնքան, որ ամբողջ մարմինը բսկտվեց եւ արյունոտվեց։ 10-րդ տանջանք։ Կախեցին մարմինը եւ քերեցին երկաթե քերիչներով։ Սրանով ցույց տրվեց, որ հոգու եւ մտքի անտեսանելի հանցանքները պետք է մաքրել չարչարանքների ջրով, իսկ մարմնի խոցվածքների արտաքին տեսանելի սևությունը տատասկներով եւ քերիչներով։ Նշանակում է նաեւ, որ առաջին հանցանքի պատճառով տրված տատասկաբեր անեծքն այս տատասկներով է անցնում։ 11-րդ տանջանք։
Ծնկներն ամրացրին երկաթե կապիճների մեջ եւ կախահան հանելով ուռենու դալար ճյուղերով 3 օր շարունակ ուժգին հարվածեցին։ Ճանապարհ կարող է անցնել նա, ով ունի առողջ հոդերով ծնկներ, քանզի հիվանդ ծնկները դժվարաշարժ են կամ էլ անշարժ։ Սակայն ով բժշկվում է բժշկական միջոցներով, կարող է ուղիղ գնալ իր ճանապարհով։ Այսպես եւ վկաներից մեծ այս չարչարանքներով առողջացրեց մեր ոտքերը։ 12-րդ տանջանք։ Եռացրած կապար լցրին բերանի մեջ եւ ամբողջ մարմնի վրա, որը հայտնապես ցույց է տալիս այս խորհուրդը։ Թեպետ իր բնությամբ կապարն ամենածանր է բոլոր հալվող նյութերից, սակայն ամենահեշտ հալվող նյութն է։ Սա խորհրդանշում է մեղքերի ծանրությունը, ինչպես որ ասում է։ Անօրենություններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռանպես ծանրացան վրաս։ Արդ կենարարի սիրո հուրը, որ նա գցեց երկիր, բորբոքվեց արդարների հոգիներում եւ ողջ մեղքերի ծանրությունը հալեցրեց հոսող ջրի պես ու որպես հրոջ արագ փոշիացրեց։ Այս չարչարանքները կրելիս Սուրբը ենթարկվում էր նաև բազմատեսակ անտեղի հարցումների, որոնց նա պատասխանում էր վայելուչ, համոզիչ խոսքերով եւ նաև սպառնալիքներով, բայց միանժամանակ նրանց համար սրտառուչ եւ սիրալիր աղոթելով։ Այս ամենը հիշատակված են նաև գրքերում, քանզի այս դժնդակ չարչարանքները տևեցին ոչ թե սակավ օրեր, այլ երկարաձգվեցին շուրջ 2 տարի։ Թվով 12 տեսակ չարչարանքները խորհրդանշում են 12 առաքյալներին։ Նա կրեց առաքելանման չարչարանքներ։ Ավելին, հանդգնություն չէ ասել, որ գերագույն գտնվեց առաքյալներից, քանզի 12 առաքյալներից յուրաքանչյուրը չարչարվեց տանջանքի միայն այն տեսակով, որը պատահեց նրանց։ Իսկ նրա կրած տանջանքներն իրենց մեջ բովանդակում էին առաքյալների կրած չարչարանքները, բոլորը միասին վերցրած։ Ուստի աներկբա կարելի է ընդունել Սուրբին որպես նրանց հետ պսակակից։ Մինչ թագավորը խորհում էր հորինել մեկ այլ դժնդակ չարչարանք, ահա զորականներից մեկն ասաց թագավորին. Այս Գրիգորը, ով մահապար տանակի որդին է եւ սպանել է քո հորը Խոսրովին, խավար սփռեց հայոց աշխարհում։ Այս դսելով թագավորը նախ ստուգել տվեց խոսքերի հավաստիությունը, ապա հրամայեց կապել նրա ձեռքերն ու ոտքերը եւ գցել խորը անննդային օծաբնակ ու խավար վիրապի մեջ, որը գտնվում է Արտաշատ քաղաքում։ Այն շինվել էր նախկին թագավորների կողմից, չարագործներին եւ մահապարտներին դաժան մահվան պատժելու համար։ Այնտեղ լցրել էին զանազան թունավոր սողուններ եւ այնտեղ գցվելուց հետո անհնար էր, որ որևէ մեկը 1 ժամ էլ ողջ մնար։ Բայց Աստծո նախախնամող աչքը, որը այս ամենը սահմանել էր նախապես, ամեն բան ավարտեց այն ժամ, երբ կամեցավ։ Ինչպես որ անվնաս պահեց Հովնանին կետի փորի մեջ կամ Դանիելին առյուծների գբի մեջ, պահեց նաև Սուրբ Գրիգորին այդ մահաբեր վայրում։ Մենք լսել ենք միայն, որ նրան գցեցին խոր վիրապի մեջ, սակայն չգիտենք այն դժնդակության մասին, որ կար այնտեղ։ Իրողությունից իմանում ենք, որ խորությունն անչափ էր, խավարը չէր զիջում աշխարհի ստեղծման օրերի խավարին, որ կար անդունդների վրա, նախքան Եղիցի լույս ասելը։ Անհանդուրժելի էր ժահահոտությունը, անհամեմատ որևէ բանի հետ։ Տեղմի գարշությունն այնպիսին էր, որ նմանը չկար։ Թունավոր սողուններն այնքան էին, որ կիտված էին շեղջի պես։ Երկյուղն այնպիսին էր, որ միայն գիտի վիշապին հանդիպողը։ Իսկ ով կպատմի ժամանակի երկարության մասին։ Եթե որևէ մեկին միայն 1 օր այդպիսի դառնագույն տանջանքներ պատահեն, շատ օրեր կրած դառնությունից չի կարողանա պատմել, թե ինչեր կրեց։ Ապա ինչ ասենք նրա մասին, ով 13 տարի մնաց այնտեղ, ով մարմնավոր հրեշտակ էր եւ եղավ օրինակ բոլոր համբերողների համար, ով չուներ ոչ հանդերձ, ոչ վերարկու, ոչ գլուխը դնելու տեղ։ Չգիտենք որևէ նահատակի, ով միանժամանակ զուրկ էր այդ կարիքներից, քանզի նրանք փոքր-ինչ մխիթարություն ունեին, տեսնում էին մարդկանց, ունեին բարեկամների օգնականությունը, ունեին անհրաժեշտ կերակուր կամ հանդերձ, մխիթարվում էին մերձավորների խոսքով, վայելում էին լույսը եւ ունեին կապանքների թեթևություն։ Եվ այս այլ բաները մխիթարություն էին զրկվածների համար։ Իսկ արի եւ քաջ նահատակն ամբողջապես զուրկ էր այս ամենից։ Պատմագիր եւ քաջ քարտուղար Ագաթանգեղոսը գրում է, թե Արտաշատ քաղաքից մի կին գիշերային տեսիլքում հրաման առավ ամեն օր 1 նկանակ առնել եւ գցել վիրապի մեջ։ Կինը դա արեց առանց իմանալու, որովհետեւ բոլորը կարծում էին, թե վիրապ նետելուն պես Գրիգորը վիշապների կեր է դարձել։ Եվ այդ նկանակով Սուրբ Գրիգորը կերակրվեց շուրջ 13 տարի։ Այստեղ կարող է մեծ հարց առաջանալ։ Ինչու վիրապում նա չէր կերակրվում հրեշտակների ձեռքով, ինչպես շատ սուրբեր։ Չէ՞ որ նա բոլոր սուրբերից ամենասքանչելին եւ գերագույնն էր։ Եվ եթե նա արժանի չէր կերակրվել հրեշտակի կողմից, ապա ինչու են հրեշտակներն այցելում նրան այնքան ժամանակ, որքան գտնվում էր գբում, ինչպես որ իր քարոզներում ինքն է ասում, ամեն օր իրեն այցելող հրեշտակների մասին։
Քանի որ նա բնութակից էր յուրաքանչյուր մարդու եւ Ադամի սերնդից էր, առաքինության գործերը հաղթվում էին հպարտության կողմից։ Այդ պատճառով նա, ով տնօրինում եւ առաջնորդում էր նրա կյանքը դեպի բարին, թույլ չտվեց, որպեսզի նրա մեծամեծ գործերը հաղթվեն փոքրից։ Կամ ինչու՞ չի գրում, թե ով նրան ջուր տվեց, միթե ջուրը քիչ կարևոր է, քան հացը։ Բոլորը գիտեն, որ դրանք հավասարապես անհրաժեշտ են եւ անգամ ջուրն առավել է։ Նախ ասենք, որ հրեշտակը չէ, որ կերակրում էր, այլ Աստված, ով Տերն է հրեշտակների եւ կերակրում է ամենքին ըստ այն խոսքի, որ ասում է. Բոլորի աչքերը քեզ վրա են հառացույցով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին։ Տալիս ես դու նրանց եւ սնվում են նրանք։ Նա ով կերակրում է իմանալիներին եւ մարմնավորներին, բանականներին եւ անբաններին ըստ յուրաքանչյուրի բնության եւ կարիքի, այդպես էլ հոգաց նաեւ ջրի կարիքը վիրապում։ Ինչպես որ Եղիային եւ Ենոքին պահեց առանց մարմնի անհրաժեշտ կարիքների, այնպես էլ նրան վիրապում։ Ինչպես որ Նոյի տապանում ողջ տարին բոլոր կենդանիներին պահեց առանց կերակրի եւ ըմպելիքի կարիքի, կամ 40 օր մեծն Մովսեսին ամպի մեջ, նույնպես էլ Գրիգորին պահեց առանց ջրի կարիքի։ Իսկ թե ում ձեռքով նա կերակրվեց, ասենք, որ անարժաններից եւ դիվապաշտներից մեկի կողմից, որովհետեւ այդ ժամ աստվածպաշտությունը օտար էր այդ երկրին։ Սա առիթ էր, որի հայտ գար Սուրբի մեծ խոնարհությունը, որովհետև ինչպես ասացինք, կերակրվեց անարժանների, դիվապաշտների եւ թշնամիների ձեռքով։ Չէ որ կարող էր բնավ հացի կարիք եւս չունենալ, ինչպես որ կարիք չունեցավ ջրի։ Եվ այդպես 15 տարի կրեց դառնագույն տանջանքները եւ ապրեց դժնդակ խոր գբում, պահվելով Աստծո աջով, քանզի անհնար էր, որ այնտեղ մեկը ողջ մնար թեկուզ մեկ օր, եթե Աստված նրա հետ չլիներ։ Ամենակալ աչքը պահում էր նրան միայն մահից, որովհետև այնտեղ մարտադաշտ էր, եւ քաջ զինվորը պետք է վաներ Ախոյանին, որ արժանանար պսակին։ Իսկ մարտի կանչողը, ով տնօրինում է ամեն բան, երբ տեսավ, որ մարտը հասել է եզրագծին, ավարտեց այն եւ պատրաստվեց պսակ շնորհել։ Եվ ո՞րն է պսակը։ Այն, որ ասաց Տերը. Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի եւ իմ հայրը նրան կսիրի, եւ մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կոթևանենք։ Համանման այս խոսքին նրա փառակիցը մարգարեի միջոցով ասաց. Ես ում եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։ Եվ Տերն էլ աշակերտներին ասաց. Դուք էլ այժմ տրտմություն ունեք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն, եւ ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։ Ասաց նաեւ այս օրինակով. Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմություն է, որովհետեւ նրա ժամը հասած է։ Բայց երբ մանկանը ծնի, այլևս չի հիշում նեղությունը ուրախության պատճառով, որ աշխարհում եւս մի մարդ ծնվեց։ Նաեւ Սուրբ Հոգին է ասում. Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն։ Այս վկայությունները առաջ բերվեցին, որովհետև Գրիգորը սիրում էր Տիրոջը, եւ Տերն էլ նրան էր սիրում։ Նրա հայրը սիրեց նրան, եւ Սուրբ Հոգին նախ մաքրեց, ապա բնակվեց նրա մեջ։ Տերը ստուգությամբ հաստատեց, որ առավել դյուրին է, որ անցնեն երկինքն ու երկիրը, քան թե իր խոսքերն անկատար մնան, ապա ուրեմն ստուգապես բնակվեց եւ հոր հետ օթևանեց իրեն սիրողների մոտ։ Անցավ տրտմությունն ու արտասուքը եւ հասավ ուրախության ու պսակների ժամանակը։ Արդ աննունդը երկինք էր եւ անննդային օծաբնակ վայրը արքայություն։ Երկինքը պատվական է ոչ թե նրա համար, որ բարձր է, այլ որովհետեւ այնտեղ Աստված է բնակվում։ Հրեշտակները սքանչելի են ոչ թե նրա համար, որ անմարմին են եւ հրեղ են, այլ որ արարչի փառավորության սպասավորներն են եւ Աստծո ծառաները։ Ապա ուրեմն ուր երկնավորն է, այնտեղ երկինք է, եւ ուր թագավորության աթոռն է, այնտեղ սպասավորներն են եւ սա է իսկ ճիշտը։ Ինչպես տեսավ մարգարեն, նրան սպասավորում էին ոչ թե 1 կամ 10 հրեշտակներ, այլ հազարներ եւ բյուրավորներ։ Արդ երեկանձնյա տերությունը, որպես իր արժանավոր տաճարի բնակվեց Սուրբ Գրիգորի մեջ, ինչպես երկինքների երկնքում։ Ահա պարզ է, որ սա մարդասեր հոր խնամատարությունն էր, որ նա չկերակրվեց հրեշտակի ձեռքով, որպեսի մեծ գործերը չհաղթվեն փոքրից։ Ինչպես օրինակ, որ թեսեր մայրը սուրը չի թողնի իր մանկան ձեռքում, որպեսի նա միամտաբար չվնասի իրեն, այդպես էլ Աստված պահպանեց Սուրբին։ Աստուծո կանխագիտությունը ընտրեց ինչ-որ բարի է օրհնեց, իսկ Վատթարը մերժեց ու անարգեց, ինչպես որ ասված է. Հակոբին սիրեցի եւ Եսավին ատեցի։ Այսպես էլ մեծն Գրիգորիոսին սիրեց եւ Սուրենին, որ Անդրանիկն էր, ատեց ու մերժեց։ Ինչպես որ հողի տակ ցանված բարի սերմերը աճում, բազմանում եւ տարածվում են ամենուր, այդպես էլ Աստուծո ընտրյալ սերմերը, առաքյալների գումարը, ուր որ թաղվեցին, աճեցին եւ անհուններում բազում պտուղ տվեցին։
Այդպես մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով բարի սերմի Թադեոս առաքյալի առաքելության շնորհների օրհնության պտուղն է, աճեցրեց եւ բեղմնավոր դարձրեց Աստուծո խոսքը հայ ազգի մեջ։ Հոգևոր զավակներից նախահայրն ու նախասկիզբը եւ մեր ազգի կենդանության պատճառ հավատի երանելի հայր մեծն Գրիգորիոսը բաղդատվում էր մարդկության նախամարդ Ադամի հետ, որովհետև նախ, ինչպես որ Աստված Ադամին իր ձեռքով ստեղծեց հողից, այնպես էլ վերցնելով խորագույն գբի գերեզմանի հողից, իր պատկերով նորոգեց նրան։ Ինչպես որ Ադամը եղավ մարդկանց սերունդների աճման սկիզբը, այդպես էլ Գրիգորը եղավ մեղավոր որդիներիս հոգևոր աճման սկիզբը եւ պատճառը, ինչպես որ առաքյալն է ասում. Քրիստոս Հիսուսի ավետարանով ես ծնեցի ձեզ։ Ինչպես որ Ադամն անուն էր դնում բոլոր կենդանիներին եւ դա լինում էր նրանց անունը, այդպես էլ նրա սուրբ ձեռքով հավատացյալների անուններն անջնջելիորեն գրվեցին կյանքի գրքում։ Ինչպես որ Ադամը եղավ բոլոր անբան կենդանիների գլուխը եւ Տերը, նույնպես էլ նա եղավ բոլոր ի Քրիստոս քաջ հավատացյալների գլուխը, Տերը, առաջնորդը եւ հովիվը, խնամելու եւ դեպի երկնավոր հանգիստն առաջնորդելու համար, ասելով. Ահա ես եւ իմ մանուկները, որոնց Աստված տվեց ինձ։ Սակայն նա բազում առավելություններով գերազանց եղավ Ադամից, որովհետև նախ Ադամը օծի հորդորին հավատալով հպարտացավ եւ զրկվեց Աստծո տեսությունից, իսկ Գրիգորը օծատանչ ճգնություններով խոնարհվեց այնչափ, որ թեպետ զրկվեց արեգակի լույսից, բայց արժանացավ Աստծո տեսությանը, ինչպես որ ասում էր. Զորացիր եւ քաջալերվիր, երանելի Գրիգոր, ես քեզ հետ եմ։ Ադամը օծի խաբեությամբ կերավ արգելված պտղից, հանցանք գործեց եւ մեղանչեց, իսկ սա օծատանչ տքնությամբ զրկված լինելով անհրաժեշտ կարիքներից եւ չճաշակելով 13 տարի մաքուր եւ արդար եղավ։ Նա օծապատիր խաբեությամբ մերկացավ լուսեղեն հանդերձներից, իսկ սա օծատանչ չարչարանքների միջոցով ըմպեց Տիրոջ չարչարանքների մկրտության բաժակից, զգեստավորվեց Քրիստոսով եւ մկրտության շնորհիվ զգեստավորեց իր հետևորդներին, ինչպես որ առաքյալն է ասում. Դուք բոլորդ, որի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։ Ադամը օծի խաբկանքն իրագործելով պատվեց ամոթով, երկյուղով եւ տերևով ծածկված թաքնվեց դրախտի ծառերի տակ։ Իսկ Սուրբ Գրիգորը օծատանչ քրտնինքն երեսին ելնելով տառապանքների գբից կանգնեց ժողովրդի եւ թագավորի առջև եւ ի լուր բոլոր մարդկանց աներկյուղ քարոզեց Քրիստոս ճշմարիտ Աստծուն։ Ադամը օծապատիր խաբեությամբ արտաքսվեց մշտալույս դրախտից եւ ստվերացավ։ Իսկ սա օծատանչ ջանքերով ու լուսավոր հոգով ելավ խավար բանտից եւ լուսավորեց մեղքով ու անգիտությամբ խավարած ազգը, որի համար կոչվեց լուսավորիչ։ Ադամը օծապատիր կամքով զրկվեց հրեշտակների սպասավորությունից, ինչպես որ Աստված հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենատ ծառը տանող ճանապարհները։ Իսկ սա օծաչարչար ճգնություններով պահպանվեց եւ սպասավորվեց հրեշտակների կողմից, ինչպես որ հայտնի եղավ 4-րդ դասի հրեշտակի հարցումից, որի համար Դավիթ մարգարեն ասում է. Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է եւ նրանք պահպանում են նրանց։ Ադամը օծապատիր ճաշակմամբ հող եւ կերակուր եղավ օծի համար, իսկ սա օծատանչ նեղությունների միջոցով եղավ չարանախանձ վիշապի մահաբեր թույնից խայթվածների բժիշկ եւ ապաքինող ու չարանախանձ վիշապների կործանիչ։ Ադամը օծախապ գործով օծի խայթոցին մատնեց իր գարշապարները, իսկ սա օծատանչ վշտերով սպասավորվեց նրանց կողմից, ինչպես որ պատմությունն է ասում, թե անցնում էին նրա մարմնի վրայով եւ լիզում նրա ոտքերը, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին։ Եվ Տերն էլ ասում է. ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օծերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ այստեղ 4 հարց է առաջանում։ Նախ, թե ինչու նա բանտարկվեց խավար գբում։ Երկրորդ, ինչու երանելուն տանջեցին օծի միջոցով։ Երրորդ, ինչու Տրթատ թագավորը կերպարանափոխվեց վարազի կերպարանքով։ Չորրորդ, ինչու Գրիգոր կոչվեց։ Տեսնենք առաջին գլուխը, թե ինչու Սուրբ Գրիգորը նետվեց խորգուբը։ Եկեղեցու իմաստուններն ասում են, որ 10 պատճառով։ Նախ, քանի որ Տերը Հիսուս Քրիստոս մարդկանց փրկության համար երկնքից երկիր խոնարհվեց, նույնպես եւ նա իր Տիրոջ նմանությամբ խոնարհվեց հայկազյան ազգի փրկության համար, իջնելով վիրապի խորքերը։ Երկրորդ, երբ մեկը խորխորատն է ընկնում, պետք է մարդիկ ցած խոնարհվեն, ապա նրան դուրս բերեն ու ոտքի հանեն։
Այդպես քաջ հովիվը խոնարհվեց դեպի երկրի խորքերը, դուրս բերեց եւ ոտքի հանեց հայոց ազգին, որն ընկղված էր մեղքերի խորխորատներում, ըստ այն խոսքի, որ ասում է. նա ինձ հանեց տառապանքի գբից։ Երորդ, այն վիրապում խավարն էր տիրում, որը խորհրդանշում էր աստվածային գիտության դեմ անհավատության խավարը, եւ քաջ հովիվն իջնելով խավար գբի մեջ դուրս ելավ եւ լուսավորեց աստվածագիտությամբ, ինչպես մարգարեն է ասում։ Ժողովուրդը, որ նստած էր խավարի եւ մահվան ստվերների մեջ, լույս տեսավ։ Վիրապը մահապարտների վայր էր եւ հայոց ազգը մահապարտ էր, ինչպես Աստված ասաց Մովսեսին. ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար։ Այդ պատճառով քաջ հովիվը դրեց իր անձը ոչխարների համար, իր անձը մատնեց մահվան եւ վճարեց մեր պարտքերը, փրկելով մեզ մահից եւ դժոխքի բանտից, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. փրկեցիր իմ անձը մահից։ 5. Ահարկու եւ զարհուրելի էր այն գուբը, քանզի ով անգամ դեպի ներս էր նայում, սարսռում էր եւ ետ փախչում։ Նույնպես Քրիստոսի անվան համար մահը զարհուրելի է եւ սարսռելի, որից մարդիկ խույս տալով փախչում են։ Այդ պատճառով երանելի նահատակը առաջ ընթանալով հորդորում է մեզ փութալ եւ հոժար կամքով գնալ նրա հետևից ասելով. մի երկնչեք, դյուրին է եւ հեշտ, ինչպես Տերն է ասում, մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում։ 6. Այն ինչ որ խորհուրդների մեջ է, չի երևում, որովհետև պատված է խավարով։ Այդպես էլ Քրիստոսի տնօրենության խորհուրդը ծածկված էր մարդկանցից, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. խավարն իր համար ծածկույթ դարձրեց։ Իսկ քաջ լուսավորիչը խորասուզվելով աստվածային խորախորհուրդ անդունդների մեջ վարդապետեց բազում օրեր եւ մեզ հայտնեց խորհուրդը, որ ծածկված էր դարերից եւ սերունդներից։ 7. Ինչպես որ գարշահոտ էր հորը, այդպես էլ հայոց ազգն էր դարձել գարշահոտ ու զազրելի մեղքերով։ Իսկ Սուրբ Գրիգորը, որպես պայծառ արեգակ, անուշ հոտ սփռեց Քրիստոսով եւ ամոքեց մեզ։ 8. Հորը բոլորաձև էր փորված եւ դատարկ էր, եւ երանելի Գրիգորը ընդունային եւ ոչինչ համարեց անիվի պես մարդկային կյանքը, դատարկ եւ թափուր, ինչպես որ Սողոմոնն է ասում. ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է։ 9. Իմաստուններն ասում են, թե լուսատու քարը, որը խորը տեղում է եւ ուր մտնելը անհնար է, մարդիկ այնտեղ կենդանու շաղիղ են գցում։ Արևից տաքանալով քարը կպչում է շաղիղին եւ ապա արծիվները շաղիղը քարի հետ միասին դուրս հանելով ձորապ ուտում են միսը, իսկ քարը մնում է։ Մարդիկ վերցնում են այն ու արքայական թակ պատրաստում։ Այդպես իմաստուն հովիվ Սուրբ Գրիգորը տեսնելով, որ բազմազան առաքինությունները եւ արքայության սերը ընկած են անգիտության անդունդներում, իր մարմինը որպես շաղիղ նետեց անդունդի խորքը եւ աստվածային սիրով ձգեց ու միավորեց իրեն։ Նրա հոգին արծվի պես սլանալով եւ սպասավորելով հրեշտակներին, այն դեպի վեր երկինք հանեց, որպես Քրիստոս Փեսայի պսակի զարդ, ըստ այն խոսքի, որ ասում է. թանկագին քարերով ընդելուզված պսակ դրիր նրա գլխին։ 10. Քրիստոս Աստված մեր չորեգնյութա բնությամբ 3 օր ու 3 գիշեր եղավ երկրի սրտում եւ իր հետ տառապանքների գբից հարություն տվեց բոլոր մահապարտ որդիների հոգիներին։ Այդպես բարի հովիվը նմանվելով քաջ հովիվ Քրիստոսին, եռյակ 4 տարիներ եղավ որպես երկրի խորքերի պարարտ հողում թաղված բարի սերմ եւ դուրս ելավ մեծ արդյունքով։ Մեղապարտ որդիների մեղքերի գբից իր հետ դուրս բերեց առանց եւ կանանց բազմություն, ըստ այն խոսքի, որ ասում է. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Այժմ տեսնենք երկրորդ գլուխը, թե ինչու օծի միջոցով տանջեցին մեծն Գրիգորին։ Քանի որ բոլորն օծաբարո էին, ուստի կամեցան իրենց դառնությունը թափել Սուրբի վրա օծի միջոցով։ Եվ սա 8 պատճառով։ Նախ օծը լարի պես երկար է։ Այդպես նրանք իրենց կյանքի տևողության երկարությունն էին պահում իրենց մտքերում եւ չէին հավատում կյանքի ունայնությանը ու դյուրանցանելությանը։ Քանզի կամ չգիտեին, կամ չէին հավատում, որ գրված է. մարդու օրերը խոտի պես են, նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ, երբ փչի քամին, նա կանհետանա եւ նրա տեղն իսկ չի երևա։ Օծը երկրաքարշ է։ Այդպես նրանք իրենց մտքով անդադար քարշ էին գալիս երկրի վրա եւ կարծում էին, թե միայն այստեղ է վայրիչությունը։ 3. Օծը խայտաբղետ է եւ ինչպես իմաստուններն են ասում, 7 են օծի տեսակները եւ 7նապատ են։ Այդպես նրանք ներկված էին 7 մահացու մեղքերով եւ բորբոսնած էին շաղախված մեղքերով, ինչպես Դավիթ մարգարեն է ասում.
բազմացան իմ անօրենությունները։ 4. Օձը միշտ սառն է։ Այդպես նրանք սառած էին Աստուծո սիրուց, ինչպես Թադեոս առաքյալն էր ասում. ինչպես գնամ սառը եւ բիրտ ազգի մեջ։ 5. Օձը մահաբեր է եւ մարդու եւ անասունի համար։ Այդպես եւ նրանք իրենց չարաթույն նախանձով սպանում էին մարդկանց հոգով եւ մարմնով, ինչպես որ կամեցան սպանել Սուրբ Գրիգորին։ 6. Օձը ողորկ է եւ լպրծուն։ Այդպես նրանք դյուրահաս էին դեպի մեղքերը եւ անհավատության չարիքները։ 7. Կան օձերի տեսակներ, որոնք թռչում են դեպի վեր եւ կան, որ սողում են երկրի վրա։ Այդպես ոմանք հպարտ էին եւ ամբարտավան, ոմանք էլ ծույլ եւ ամփույթ բարի գործերի մեջ։ 8. Մարդիկ օձից դեղ են պատրաստում։ Այդպես նրանք օձից պատրաստեցին հոգևոր դեղ Սուրբ Գրիգորին մարդկանց մեռած հոգիների բժշկության համար։ Այսքանը օձի մասին։ Իսկ 3-րդ գլխի մասին, թե ինչու Տրթատ թագավորը ընդունեց վարազի կերպարանքը, կասենք 10 պատճառով։ Նախ այդ կենդանին անբան է։ Նույնպես էլ Տրթատ թագավորը հավասարվել էր անբան անասուններին, եւ Սուրբ Գրիգորը նվաճեց նրան այդ անբան կերպարանքի բռնությունից, որպեսզի զգոն դարձնի։ 2. Վարազը միշտ ներքև դեպի երկիր է նայում եւ ոչ բնավ դեպի երկինք։ Նույնպես եւ մեծ Տրթատը միշտ երկրավորն էր խորհում եւ չէր կարողանում նայել ու տեսնել արդարության արեգակի իմանալի լույսը։ 3. Խոզը մշտապես թավալվում է տիղմի մեջ, նույնպես նա միշտ հանապաս թավալվում էր մեղքերի տիղմի եւ բազմազան չարիքների մեջ։ 4. Խոզը միշտ աղտեղություն եւ գարշանք է սիրում, բայց ատում է անուշահոտությունը եւ փախչում։ Նույնպես էլ նա սիրում էր աղտեղի բղջախոհ ցանկասիրությունն ու գարշությունը եւ ատում էր ողջախոհությունը։ Ատում էր ամեն սրբություն, ինչպես ցույց տվեց Սուրբ Հռիփսիմեի հանդեպ, ում կողմից էլ հաղթվեց եւ ամոթահար եղավ։ 5. Խոզը միշտ հոգոց է հանում ու տնքում։ Նույնպես էլ Տրթատը, երբ անհավատության մեջ էր, մինչ հոգևոր բժշկին գտնելը հոգում եղած հիվանդության պատճառով տնքում ու հոգոց էր հանում, որովհետև հույժ խոցոտված էր։ 6. Խոզի մաշկածածկույթը անհարթ է եւ կոշտ։ Այդպես նա կոշտ, անգութ եւ անարգաբարո էր, որը ցույց տվեց Սուրբ Գրիգորի հանդեպ այդքան ժամանակ անտեսելով նրան։ 7. Խոզը վայրի եւ անընտել վարք ունի։ Այդ պատճառով ընդունեց վայրենի եւ անընտել կենդանու կերպարանքը, ինչպես 4 կենդանիների կերպարանքով բռնավոր Նաբուգոդոնոսորը, որովհետեւ նրանց վարքն ուներ։ 8. Խոզի միսը բորոտության եւ կուրության պատճառ է։ Նույնպես եւ Տրթատը հոգևոր կուրության եւ ախտերի պատճառ էր բոլոր նրանց համար, ովքեր իր իշխանության տակ էին։ 9. Խոզն ընկնում եւ պառկում է կողքի վրա եւ չի կարողանում նստել։ Նույնպես էլ նա ընկած եւ ցած էր գլորված աստվածապաշտությունից եւ հեռացած ճշմարիտ աստվածագիտությունից։ 10. Երբ հարվածում են նրա լյարդի կողմին, ապա զգում է հարվածը։ Նույնպես էլ նա հոգու եւ զգայարանների մեջ խոցվելով Աստծո բարկությունից, զգաց պատուհասի հարվածը աղաղակելով կանչեց մարդասեր բժշկին եւ զղջման գալով առողջացավ, քանզի գրված է. Տերն իսպառ չի բարկանում եւ հավիտյան ողջ չի պահում։ Եվ երբ այդպիսի ըմբոստ այրը դարձավ առ Աստված, նա էլ կանչեց, արդարեցրեց եւ փառավորվեց։ Նրա ձեռքով ավերվեցին կուրքերի բազմաթիվ տաճարներ ու մեհյաններ։ Նրանով պայծառացավ Քրիստոսի հավատը։ Նրանով հաստատվեցին եկեղեցիները եւ նրանով Քրիստոս փառավորվեց, քանզի Աստված Մարգարեի միջոցով ասում է. Դարձեք դեպի ինձ եւ ես կդառնամ դեպի ձեզ։ Ապա ուրեմն մի ծուլացեք։ Քանզի եթե այդպիսի ողորմած եւ մարդասեր Տեր ունենք, դառնանք դեպի նա եւ նա կդառնա դեպի մեզ։ Սիրենք նրան, որպեսի նա էլ մեզ սիրի։ Եվ չնայած որ մեզանից շատերը նրան չեն սիրում, սակայն Տերը շարունակում է մեզ սիրել։ Զղջանք մեր մեջ, որպեսի նա էլ զղջա պատուհասելու համար եւ բժշկի մեր հոգիների ծանր հիվանդությունները։ Այժմ տեսնենք 4-րդ գլուխը, թե ինչու նրա անունը Գրիգոր կոչվեց։ Որովհետև նրա ազգի մեջ չկար որևէ մեկը, որի անունը Գրիգոր լիներ։ Ասենք սա 10 պատճառով։ Նախ Աստծո նախախնամության պատճառով, քանզի եթե նրան կոչեին նրա նախնիներից մեկի անվամբ, ապա կիմանային, որ նա Անակի ազգից էր եւ միանգամից կսպանեին։ Երկրորդ, որպեսզի նրա ազգականները չգտնեին նրան իրենց նախնիների անունով եւ բռնությամբ տանելով չմեծարեին, իշխանություն չտային եւ չդարձնեին իրենց կուռքը։ Երրորդ,
Սա եղավ հրեշտակների միջնորդությամբ, քանզի երբ դայակը նրան տանում էր Կեսարիա, քաղաքին դեռ չմոտեցած նստեց մի ծառի տակ հանգստանալու, եւ մի թռչուն նստեց ծառի վրա ու ձայնեց. «Գուրգուր»։ Դայակը հասկացավ, որ դա Սուրբ Հոգին է ձևակերպված աղավնու նմանություն ունեցող թռչունի մեջ, եւ ապա քաղաք մտնելով մկրտել տվեց նրան եւ կոչեց Գրիգոր։ 4. Գրկեց եւ գգվեց Սուրբ Հոգու կողմից դեռևս երանելու ոգուհու արգանդում, եւ ինքն էլ գրկեց մեզ ու ծնեց ավազանով երկնավոր հորը որդեգրության համար, որի համար Գրիգոր կոչվեց։ 5. Գրիգոր անունը կազմված է 6 տարեց, եւ նա էլ 6 անգամ 50-ից հետո որպես ամենքին ազատություն տվողի ազատարար թվական, փրկեց մեզ դիվամոլ կռապաշտությունից եւ մեղքի ծառայությունից, քանզի գրված է. ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է։ 6. Մենք 6 շարժումներով խոտորվեցինք դեպի չարը։ Այսինքն դեպի աջ ու ձախ շարժումները հոգու եւ մարմնի մեղքերն են, հետ ու առաջ շարժումները դեպի չարն առաջանալը եւ փախչելը բարի գործերից ու Աստծո պատվիրաններից, դեպի վեր ու վայ շարժումները երկրավորը խորհելը եւ հպարտանալը։ Իսկ Սուրբ Գրիգորիոս այս 6 շարժումներն ուղեց դեպի բարին ասելով. Նմանվեցեք ինձ, ինչպես որ ես Քրիստոսին։ 7. Այս 6-ով նմանվեց 6 թևյան սերով բեներին, եւ թեպետ նրանցից 6 օր հետո ստեղծվեց, սակայն համադասվելով նրանց իր զվարթուն անվամբ փառավորում է Սուրբ Երրորդությանը։ 8. Գրիգոր նշանակում է արթուն, որովհետև 13 տարի լինելով թունավոր սողունների բազմության մեջ չննջեց մարմնով։ Նա ասում էր. «Քուն չեմ տա իմ աչքերին կամ նինջ իմ թարթիչներին, եւ կամ հանգիստ իմ մարմնին մինչև Հակոբի Տեր Աստծու համար խորանի տեղ չգտնեմ»։ 9. Աստուծո առաջ միշտ արթուն էր հոգով, որովհետև ամենևին չննջեց մեղքի քնով, ասելով. «Տեր իմ Աստված, լույս տուր իմ աչքերին, որպեսզի երբեք մահվան քուն չմտնեմ»։ 10. Արթուն էր Քրիստոսի բանավոր հոտին առաջնորդելու, պաշտպանելու, գիշեր թե ցերեկ ուսուցանելու, Տիրոջ օրենքներով խրատելու եւ ճշմարիտ հավատով լուսավորելու համար, ինչպես որ Տիրոջ խոսքն է ասում. Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե երբ տանտերը կգա, երեկոյան թե կեսգիշերին, աքլորականչին թե առավոտյան դեմ։ Այսքանը անվան մասին։ Սիրելիներ, եկեք բոլորով խնդրենք մեր Սուրբ Հայրապետի բարեխոսությունը։ Ով բարեգութ Հայր, անհիշաչար եւ բարեսեր, լսիր մեր պաղատանքները, քանզի գիտենք, որ դու մերձ բարեխոս ես առպարգևատուն։ Խնդրիր քո հոգևոր երկունքով ծնած անարժան զավակներիս համար, որ մեզանից հեռացնի մեր հանցանքների համար արդարացի պատուհասը, որպեսզի թերևս կարողանանք հնազանդությամբ եւ մտերիմ ծառայությամբ միշտ սպասավորել մեր Քրիստոս ճշմարիտ Թագավորին։ Իսկ եթե նրան քննելի դատաստանով սահմանված է մեզ այստեղ ստրկացած լինել խստասիրտ տերերի ծառայության տակ, քո ընտրյալ դասի հետ բարեխոսիր մեզ համար, որ այս չարչարանքները, որ կրում ենք ակամա, լինի կամավոր ապաշխարություն մեր մեղքերի թողության համար։ Խնդրիր մեզ համար, Տեր Գրիգոր, որպեսզի արժանանանք լինելու լուսոհոր, լուսովորդիներ եւ բոլոր սրբերի հետ փառավորենք եռյակ անձնավորությանը եւ մի Աստվածությանը, համագոհ եւ զուգական երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Օրհնյալ է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը։ Ամեն։